Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 23-ն է, իսկ մեր մոտ Միացյալ Նահանգներում բանից արդեն մեր մոտ դեռ հոկտեմբերի 22-ն է, ժամը 22:30 Ես երկար եմ մտածել այս հայտարարության շուրջ, անեմ թե չանեմ, բայց վերջը որոշեցի անել։ Եվ ցանկանում եմ, որ այս իմ հայտարարությունը հասնի բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր Նիկոլի ռեժիմի կողմից կլանավորված անձանց, քիչ թե շատ է հայտնի կամ ոչ հայտնի, եւ ուզում եմ, որ մեր հետևորդները, լրատվամիջոցները, եթե օբյեկտիվ լրատվամիջոցներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում, այս հաղորդումը տարածեն։ Ես Վարդան Ղուկասյանս, դու կուսակցության պատվավոր նախագահ շատ եւ շատ հարցումներով բավականին առաջատար դիրքերում գտնվող անձնավորությունս հանդես եմ գալիս հետեւյալ առաջարկությամբ բոլոր քաղբանտարկյալներին։ Պարոնայք, եկեք համախմբվենք իրար շուրջ։ Մեր կողմնակիցներին հանենք փողոց, առանց ռոբիկականների եւ սերժականների, առանց իրենց արբանյակների։ Եթե ռոբիկականները եւ սերժականները իրենց համարում են ընդդիմություն, ապա կարող են դա ապացուցել միայն մեկ ձևով՝ վայր դնելով իրենց մանդատները, պարալիզացնելով ազգային ժողովի գործունեությունը։ Հայաստանի սահմանադրություն կոչված ասում է, եթե ազգային ժողովը մնում է մեկ կուսակցություն, այն էլ իշխանավոր, այդ ազգային ժողովը ոչ լեգիտիմ է։ 5 տարի շարունակ ռոբիկականներն ու սերժականները այս ազգային ժողովը պահել են լեգիտիմ ստատուսի մեջ։ Ու ասում են մենք ընդդիմություն ենք։ Ես ասել եմ ու ասում եմ, իրենք ընդդիմություն չեն։ Իրենց արբանյակները ընդդիմություն չեն։ Դրանք բոլորը Նիկոլի աջակիցներն են։ Հիմա եթե ուզում են ապահովեն նրանք ընդդիմություն են, վայր են դնում մանդատները, չեն ընկնում ոտնատակ։ Միանշանակ։ Մեծ ցույցերի, քաղբանտարկյալների ցույցերի, ոնց որ ասում ես, ստարտավի օրը սկսում ենք հոկտեմբերի 27-ից, համատարած գործադուլներով եւ դասադուլներով։ Ցանկալի է, որ այս ամենին միանա քաղաքահայեր Գյումրին։ Ամենօրյա գործադուլներ եւ դասադուլներ։ Փակելով Բաղրամյան պողոտան եւ Հանրապետության հրապարակը։ Առանց տուր կրուիզների։ Սա Աբովյանն է, սա Ամիրյանն է, սա Թումանյանն է, ոչ, ժողովուրդը լցում է Բաղրամյան պողոտա Հանրապետության հրապարակ, փակելով Հանրապետության հրապարակի Բաղրամյան պողոտա առանց տուր կրուիզների, նորից եմ կրկնում, առանց քայլ երթերի։ Շարժումը տեղում պիտի չունենա առաջնորդ։ Ոչ մեկը չպիտի ասի ես եմ առաջնորդում այս ցույցը, չկա առաջնորդ։ Խնդրեմ, խոսացողներ, քննադատողներ, թողնեն խոսեն, ով ուզում է, բայց առաջնորդ ոչ։ Այս շարժումը պիտի ունենա մեկ նպատակ, այս իշխանության հրաժարականը, ուրիշ ոչ մի նպատակ։ Բոլոր քաղբանտարկյալներովս, որոնք հիմա մենք նստած ենք բանտերում, նստածների մասին է խոսքը, բոլորից առաջարկում եմ, եկեք մի կողմ թողենք փոխադարձ ատելությունը, փոխադարձ թշնամանքը, խանդը, ամեն ինչը։ Համարենք, որ մենք իրարից երբևիցե չենք վիճել, երբևիցե ոչ մի կոնֆլիկտ չենք ունեցել, երբևիցե իրար չենք վիրավորել։ Ցանկացած որևիցե մի ազնվորություն, ով կգա իմ մոտ, կամ կգա ձեր մոտ, կասի հիշում ես Վարդան Ղուկասյանը քո մասին էսի ասեց, կամ կեթա Վարդան Ղուկասյանին կսե դոգը քո մասին էսի ասել եւ այլն, թափում եք նման ազնվորության Թիտուբենին, ընկեր Սամվել Կարապետյան, ընկեր Փաստաբան եւ այլն, ու դուրս եք շփրտում ձեր տեսադաշտից։ Բանտում դուք եք փտում, այդ խառնակիչները չեն փտում։ Մի լսեք կողից ոչ մեկի։ Մի լսեք։ Ինչ եղել է մեր մեջ, մենք մեր հարցերը կպարզենք հետո։ Այս իշխանության հետ մեր ընդհանուր թշնամու հետ մեր հարցերը լուծելուց հետո։ Գնացեք կպարզենք, ով ոնց ինչ դեսել։ Հիմա առաջարկում եմ համատարած զինադադար մեր մեջ։ Եթե որևիցե մի քաղբանտարկյալ, դա լինի Աճապարյանը պարոն, դա լինի Տաշի Սամվելը, դա լինի ով ուզում է լինի, ունի ինչ-որ մի առաջարկ, բայց
որը որ չի շեղվում այս կառավարության հրաժարականի ֆորմատից, ես պատրաստ եմ լսելու յուրաքանչյուրի առաջարկը եւ սիրով կընդունեմ։ Նորից եմ կրկնում, մենք ունենք բոլորս մեկ նպատակ։ Առաջինը ազատություն, մեծ ազատություն եւ երկրորդը իշխանափոխություն։ Իմ առաջարկությունը անժամկետ է։ Անժամկետ, բայց ցանկալի է, որ իմ առաջարկությունը ստանա արագ պատասխան մինչև հոկտեմբերի 27-ը։ Այս process-ը չպետք է դադարի։ Այս մասսայական կարանքները, սա չի դադարելու։ Այս իշխանությունը շարունակելու է մասսայական կալանքները, ձերբակալությունները, խոշտանգումները եւ եթե չի գնալու ոչ ռոբիկականի, ոչ ռոբի հետևից, ոչ Սերժի հետևից։ Ոչ մի եվրոպական երկիր, ոչ մի Միացյալ Նահանգներ, ոչ մի եվրոպական Միացյալ Նահանգների դեսպան չի քննադատելու այս մասսայական կալանքները։ Քաղբանտարկյալներ։ Ասում են Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա։ Չկա, մենք հատո մեզի չղենք, նկարներ ցույց տանք, խոշտանգումներ ցույց տանք եւ այլն։ Թե ամերիկյան դատարանը, թե եվրոպական երկրներն ասում են Հայաստանում քաղբանտարկյալ չկա։ Շատ տարօրինակ է, ինչի համար սենց։ Ինչով է պայմանավորված եվրոպական երկրների Միացյալ Նահանգների սերը դեպի այս իշխանությունը։ Մեկ նպատակով Հայաստանը կողքը Թուրքիայի տակ։ Տեչացավ։ Այնպես որ մոռացեք, որ որևիցե մի եվրոպական երկիր ձեզ պետք է աջակցի, սիրելի քաղբանտարկյալներ։ Նորից եմ ասում, մենք պետք է համախմբվենք մեկ ընդհանուր թշնամու դեմ, այս իշխանության, այս երեք գլխանի վիշապի դեմ։ Ռոբիկը եւ Սերժիկը, Սամվել Կարապետյան, ձեզ եմ ասում, անձամբ ձեզ։ Վարդանիկ Ղուկասյան, քեզի կսեմ, քեզ բանտից հանողը չեն։ Նայ, Վարդանիկ Ղուկասյան, քեզ կալանավորեցին, չի կալանք տվեցին, բա ինչի Ռոբիկն ու Սերժիկի դեպուտատները չարեցին այն, ինչ որ արեցի ես են Ղարաբաղ, այդ ապերախտ Ղարաբաղցու համար։ Ասում են, մենք իրան թողեցինք, դոգը չթողեց։ Պայման են ցանեին թուրքեր չկալանավորեին։ Անեն ցանեին, որ Տաշի Սամվելին նորից կալանք չտային։ Անենց հանեին, որ փաստաբանին չկալանավորեին։ Անենց հանեին, որ Աչապարյանին, Բագրատին չկալանավորեին եւ չտան։ Բախը չարեցին Ռոբիկն ու Սերժիկը, որ այն օրը որ ժողովրդին հանեցի, լսեցի փողոց, ասում են, «Էդի մենք ենք այդի դոգը չէ»։ Բայց հիմա էլ արեք, ռոբականներ ու սերժականներ, բայց բախը չեք անում։ Հասկանում եք։ Ուստի հարգարժան քաղբանտարկյալներ, առաջարկում եմ համախմբում։ Իսկ ես ճիշտ եմ ասում, թե սխալ, դու արդեն մեծ սիրելի ժողովուրդը այս նյութի տակ իր կոմենտարիաները գրի։ Վարդան Ղուկասյանը ճիշտ ասում, թե չէ։ Միանում ենք Վարդան Ղուկասյանի առաջարկության, կարդացեք ժողովրդի կոմենտարիաները։ Եվ տենանք, ժողովրդի մեծ մասը իմ առաջարկության հետ համաձայն է, թե ոչ։ Թող ժողովուրդը տա իր պատասխանը։ Ինչ եք լսում, դե բացական իրավունքն է։ Լսեք ձեր ժողովրդին։ Տաշի Սամվելի կինը թող մտնի կոմենտարիաները կարդա։ Փաստաբանի կինը թող մտնի կոմենտարիաները կարդա։ Վարդանիկ Ղուկասյանի տղեն թող մտնեն կարդան։ Դենա ժողովուրդի չասում։ Միայն համախմբվելով մենք կարող ենք առնել այս ցրկահպատակ իշխանության դեմը։ Միայն մի կողմ թողեք ձեր ամբիցիաները, նորից եմ կրկնում, սիրելի քաղբանտարկյալներ։ Ձեր ամբիցիաները, ձեր նախանձը, ձեր մեծամտությունը, ձեր խանդը, ամենակարևորը հիմա բոլորիս ազատությունն է, պիտի մեկս մեկի օգնենք։ Սովետական միությունն ու Բրիտանիան, որ դարավոր թշնամիներ էին, 41 թվականի ժամանակ համախմբվեցին, Միացյալ Նահանգների հետ համախմբվեցին մեկ ընդհանուր թշնամու դեմ ֆաշիստական Գերմանիայի։ Ամերիկան օգնում էր Սովետին, որ գաղափարական հակառակորդներ էին։ Որտեղ այդ Ռուզվելտը, Ստալինը, Չերչիլը հասկանում էին, որ եթե չօգնեցին իրանց լավ չգալու է, Հիտլերը իրենքին էլ անելու է մորմս։ Հիմա նույնիսկ ես եմ ասում, եկեք համախմբվենք, մի կողմ թողեք ամեն ինչ։ Ստալինը ես եմ, մնացածը դուք բաժանեք ձեր մեջ, ով ինչ ուզում է։ Ձեր ատելությունը մեկս մյուսի, ես իշխան էլ ձեզ չսիրեն, ես հիմա իմ բոլոր այդ ամբիցիաները, իմ հակակրանքը եւ թողում եմ մի կողմ։ Ես ունեմ մեկ նպատակ՝ ազատություն, երկրորդ նպատակը Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլոս Կրետեն բանտ, վերջ, եւ Հայաստանը չպիտի ասի Թուրքիայի տիրապետության տակ։ Դուք համաձայն եք սրա հետ։ Որոշումը ձերն է։
Եթե այո, կապը կարող ենք պահել փաստաբանների միջոցով, մեկս մյուսի փաստաբաններով խավարով լուր եք ուղարկել, կամ ձեր ձեռքի տակ եղած լրատվամիջոցներով հանդես եկեք պատասխան հայտարարությամբ։ Միանում եք Վարդան Ղուկասյանի առաջարկությանը, թե ոչ։ Ես ակնկալում եմ գիտակից պատասխան, առանց խանդի, առանց ամբիցիաների։ Ինչ ասել ենք մեկս մեկի, ինչ վիրավորել ենք, բոլորը դնում ենք մի կողմի վրա։ Հիմա դրա ժամանակը չի։ Այս իմ առաջարկությունից հիմա սարսափելու է իշխանությունը։ Սարսափելու է։ Որովհետև գտնվեց մի մարդ, մի ուժ ասում է, եկեք համախմբվենք։ Առանց Ռոբիկ ու Սերժիկ, դրանք որովհետև թույլ չեն տալու մեկ նպատակին հասնենք։ Դրանց մեյդան չբերեք հանգարց։ Ուզում են գան մեյդան, մանդատները սաղ վայր են դնում, այս ժամանակ թողան մեյդան։ Չէ, հաջողությունից։ Թող իմ սիրելի ժողովուրդը Կանադայից մինչև Ավստրալիա, Չիլիից մինչև Ճապոնիա մտնեն եւ այս նյութի տակ իրենց կոմենտարները գրեն։ Տարածեք այս ձայնային հաղորդակցությունը Վարդան Ղուկասյանի որքան կարող եք։ Ձեր կոմենտարներով, ծերի ժողովուրդ։ Թող մեր քաղբանտարկյալները տեսնեն համընդհանուր կարծիքը։ Որ հասկանան, որ Վարդան Ղուկասյանը ճիշտ կսե, թե մուտից գնե կամ լսեք, թե չլսեք։ Բանտում դուք եք փդելու, ոչ Ռոբիկը, ոչ Սերժիկը։ Միշտ ընտրությունները ձեզ չեն թողալու։ Հասկացեք։ Սամվել Կարապետյան, ինչքան էլ ես քեզ ատեմ, հիմա այս իմ ատելությունը մի կողմ են դնում։ Ամբիցիաները թող մի կողմ։ Ես մեկնում եմ իմ ձեռքը բոլորին, բոլոր քաղաքապետարներին։ Որոշումը ձերն է։ Հարգանքներում Վարդան Ղուկասյան։ Բաժանորդագրեք իմ տելեգրամ կանալին։